Երբ փետրվարի 20-րդի գիշերը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դեռ չէին հավատում, որ ընտրությունները կեղծվել են, Վահան Հովհաննիսյանը նստած էր իր աշխատասենյակում, ազգային ժողովի փոխնախագահի մութ սենյակում, եւ անում էր մի բան, որը չպետք է աներ։ Նա զանգահարում էր մի անձի, ում անունը երբեք չի հնչել պաշտոնական վերլուծություններում։ Այդ զանգից հետո 30 վայրկյան շարունակ էր կապը, ապա գիծը կտրվեց։ Ոչ մի պաշտոնական արձանագրություն չի պահպանվել այդ զրույցի մասին, սակայն 2 օր անց, երբ մարտի առաջի առավոտյան ժամը 6:40-ին ուժայինները մտան Ազատության հրապարակ եւ շրջապատեցին քնած ցուցարարներին, 2 հոգի, ովքեր լսել էին այդ զրույցը, հիշեցին յուրաքանչյուր բառ։ Դե հիմա, 15 տարի անց, երբ այդ զրույցի մասին գիտեն միայն 2 ականատես, ովքեր երբեք չեն խոսել բարձրաձայն, մենք վերականգնում ենք այն, ինչ իսկապես տեղի ունեցավ այն գիշերը։ Որովհետև հարցը միայն դա չէ, թե ինչ ասաց Հովհաննիսյանը։ Հարցն այն է, ինչու այդ զանգը չկարողացավ փոխել ոչինչ։ Երբ 1998 թվականի փետրվարի 19 օրը ճանաչվեցին ընտրությունների արդյունքները եւ Սերժ Սարգսյանը հայտարարվեց հաղթող, հնգետասմից 1998 ձայնով առաջատարությամբ, Երևանում ոչ ոք չհավատաց այդ թվերին։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ովքեր 2 շաբաթվա ընթացքում անցկացրել էին տասնյակ հավաքներ, յուրաքանչյուրում 30,000-ից 650,000 մարդ, գիտեին, որ տեսել են իրենց ուժը փողոցում։ Իշխանությունները պնդում էին, որ հավաքներում մասնակցել են 40,000-ից ոչ ավելի, սակայն փողոցում գտնվող ամեն մարդ, ով տեսել էր մարդկային այդ ալիքը, հասկանում էր, թվերը կեղծ են։ Վահան Հովհաննիսյանը, ով ընտրություններում զբաղեցրել էր 4-րդ տեղը, որպես դաշնակցության թեկնածու, այդ գիշերը, փետրվարի 20-ի գիշերը, նստել էր իր աշխատասենյակում եւ որոշում կայացրել։ Տարիներ շարունակ նա եղել էր համակարգի մասը, նախագահի խորհրդական, պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ հիմա փոխնախագահ։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19 օրը, փոխեց ամեն ինչ։ Նա գիտեր, որ եթե հիմա լռի, եթե չանի քայլ, ապա դառնում է ոչ թե ընտրված պաշտոնյա, այլ մարիոնետ, մի համակարգի ձեռքում, որը կորցրել էր իրավունքը կառավարել։ Հենց այդպես էր, երբ փետրվարի 21-ի առավոտյան նա դուրս եկավ ազգային ժողովից եւ հայտարարեց հրաժարական։ Դա այն պահը չէր, երբ բողոքի ալիքը դեռ սկսվում էր։ Դա այն պահն էր, երբ համակարգը հասկացավ, իրենք կորցնում են վերահսկողությունը։ Փետրվարի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցույցերը շանտաժ են եւ սպառնաց ուժով։ Փետրվարի 22-ին եւ 23-ին հավաքներին գալիս էր 30,000-ից 50,000 մարդ, եւ օպոզիցիոն հեռուստաալիք A1+-ը, որը փորձում էր տեղեկացնել մարդկանց իրական պատկերի մասին, արդեն զգում էր, որ կառավարությունը սկսում է պարտադրել սահմանափակումներ։ Հովհաննիսյանը, ով արդեն 22 տարի էր քաղաքականության մեջ, գիտեր, երբ համակարգը սկսում է սպառնալ բարձրաձայն, ապա իրականում նա արդեն վախենում է։ Սակայն այդ վախը խթանում էր ոչ թե հանձնվելու, այլ հարձակվելու։ Եվ ահա, 2 շաբաթ անց, երբ փետրվարի 29 օրը դառնում էր մարտի առաջը, քաղաքում տիրող մթնոլորտը այնպիսի էր, ինչպես երկրաշարժից առաջ, երբ օդը կծկվում է եւ ամեն շունչ դառնում է ծանր։ Այդ գիշերը, մարտի առաջի գիշերը, Հովհաննիսյանը գիտեր, որ ինչ-որ մեկը պատրաստվում է հարձակվել։ Նա ունեցել էր կապեր համակարգի ներսում, տարիներ շարունակ պաշտոնյա լինելու շնորհիվ, եւ լսում էր շշուկներ։ 2 օր առաջ, փետրվարի 27-ի կամ 28-ի լրջորեն, նա խոսել էր մի հին ընկերոջ հետ, ով ծառայում էր անվտանգության համակարգում, եւ ընկերը, ում հետ նրանք երբեմն խմում էին թեյ հանգիստ օրերին, ասել էր մի նախադասություն, որը Հովհաննիսյանի սիրտը սառեցրեց. «Վահան, ասա օպոզիցիային, որ հրապարակը դատարկեն, ժամանակը սպառվում է»։ Հովհաննիսյանը հարցրել էր ինչու, եւ ընկերը պատասխանել էր միայն, որովհետեւ եթե նրանք չգնան, մարդիկ կմեռնեն։ Հովհաննիսյանն իրեն հարցրել էր, արդյոք համակարգը կարող է հասնել մինչև այդ աստիճան։ Արդյոք իրեն ծանոթ այն մարդիկը, ում հետ նա տասնամյակներ նստել էր նույն սենյակում, կարող են հրաման տալ կրակել իրենց սեփական քաղաքացիների վրա։ Երբ ընկերը հեռացավ, Հովհաննիսյանը նայեց պատուհանից դեպի երևանյան գիշերվա լույսերը եւ հասկացավ. այո, կարող են։ Որովհետեւ համակարգը, որը տարիներ շարունակ սովորել էր կեղծել ձայներ, աղավաղել արդյունքներ, ճնշել համաձայնությունը, այն համակարգը, որն արդեն 1996 թվականից ի վեր օգտագործում էր նույն մեխանիզմները, կորցնելու ժամանակ չէր պատրաստվում հանձնվել։ Այն շարունակում էր իր ճանապարհը, նույնիսկ եթե դա նշանակում էր արյուն։ Հովհաննիսյանը այդ համակարգի մեջ ապրել էր 30 տարի։ Նա տեսել էր, թե ինչպես այն ճմլում է ընդդիմախոսությունը։ Իր վրա նա զգացել էր, երբ 1995 թվականին նրան ձերբակալեցին 30 գումարած 1 գործով, պետական հանցագործության եւ պաշտպանության նախարարների սպանության փորձի մեղադրանքներով։ 3 տարի,
1995-ից 1998 նա անցկացրել էր բանտում, որպես քաղբանտարկյալ։ Այդ տարիներին նա սովորել էր. համակարգը երբեք չի հանձնվում առանց ճակատամարտի։ Եվ հիմա, երբ փողոցում կային 30-ից 650 հազար մարդ, ովքեր պահանջում էին արդարություն, համակարգը պատրաստվում էր պատասխանել։ Հովհաննիսյանը մարտի առաջի առավոտյան, երբ դեռ արևը չէր ծագել, նստած էր տանը եւ մտածում էր, ինչու իր ընկերը զգուշացրեց։ Արդյոք այն մարդը փորձում էր փրկել ինչ-որ մեկին, թե պարզապես ախտորոշում տվեց։ Երբ ժամը 6 էր եւ նա դեռ քնած չէր, հեռախոսը զնգաց։ Դա Տեր-Պետրոսյանի օգնականներից մեկն էր, եւ նա ասում էր, որ հրապարակում տեղի է ունենում ինչ-որ բան։ Հովհաննիսյանը ցատկեց, հագնվեց եւ փորձեց մեքենայով մոտենալ Ազատության հրապարակին։ Սակայն փողոցները արդեն փակ էին։ Ուժայինները սկսել էին գործողությունները ժամը 6:40-ին, երբ հազարավոր մարդիկ, ովքեր ամբողջ գիշեր նստել էին հրապարակում, բողոքելով ընտրությունների դեմ, քնած էին իրենց պալատկաներում։ Նրանք արթնացան ոստիկանական կոշիկների ու գոռոցների ձայներից։ Հովհաննիսյանը, կանգնած մի հեռու փողոցում, լսում էր շշուկները եւ զգում, թե ինչպես սիրտը սկսում է խփել 110 անգամ րոպեում։ Նա գիտեր, սա միայն սկիզբն է։ Երբ ցրեցին հրապարակը եւ բողոքավորները սկսեցին հավաքվել Միասնիկյան արձանի մոտ, քաղաքում տիրեց լարված լռություն, ինչպես որ լսվում էր մարդկանց գանգատներն ու ցավերը, բայց ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չկար։ Հովհաննիսյանը իր հին ընկերոջը զանգահարեց, հարցնելու թե ինչ է տեղի ունենում, սակայն հեռախոսը չէր պատասխանում։ Ուրիշ կապեր նույնպես։ 2 ժամ անց հեռուստացույցը սկսեց հաղորդել, որ ոստիկանությունը վերականգնել է հանգստությունը, սակայն փողոցներում բողոքավորները պատմում էին հակառակը։ Նրանք խոսում էին գազային նռնակների, հարվածների, աղաղակների մասին։ Հովհաննիսյանը այդ պահին հասկացավ, որ իր ընկերը ճիշտ էր ասել։ Համակարգը սկսել էր հարձակվել, եւ այն չէր պատրաստվում կանգնել։ Հարցն այն էր, մինչև որ կետ կասնի այն։ Մարտի առաջի ցերեկը անցավ լարված սպասումների մեջ, եւ երեկոյան, երբ արևը մայր մտավ, Մաշտոցի պողոտայում հավաքվեցին հազարավոր մարդիկ։ Ոմանք պատմում էին, որ նրանք պարզապես պահանջում էին արդարություն, ուրիշներ, որ սկսվեցին բախումներ։ Հովհաննիսյանը, ով կանգնած էր տեղեկատվական սևագուղակի մեջ, չգիտենալով թե ում հավատա, որոշեց անել այն, ինչը երբեք չէր անում։ Նա զանգահարեց մի անձի, ում հետ երբեք չէր խոսել բարձրաձայն, մի անձի, ով նստում էր իշխանության դիմաց կանգնած աթոռներից մեկում։ Այդ զանգը տևեց 30 վայրկյան։ Հովհաննիսյանը ասաց միայն մի բան. «Եթե հիմա չկանգնեցնեք, ապա արյունը ձեր ձեռքին է»։ Պատասխանն եկավ հիմար ու սառը. «Արդեն ուշ է»։ Եվ գիծը կտրվեց։ Ովքեր էին այդ աթոռներում նստած մարդիկը, որոնք որոշում էին 20,000-ի, 50,000-ի կամ 650,000 մարդկանց ճակատագիրը։ Ովքեր էին այն մարդիկը, որոնց ձեռքում կենտրոնացած էր ամբողջ իշխանությունը, եւ ովքեր այդ երեկո որոշեցին, որ բողոքը պետք է ճնշվի ցանկացած գնով։ Մարտի առաջի գիշերային ժամերին, երբ Հովհաննիսյանը սպասում էր տեղեկություններ եւ քաղաքը սառել էր սարսափի մեջ, մի փոքր խումբ մարդիկ, 8-ից 12-ը, նստում էին մի գաղտնի սենյակում եւ քննարկում վերջնական որոշումը։ Նրանց անունները մեզ հայտնի են ազգային պատմությունից. Ռոբերտ Քոչարյանը, ով այդ ժամին էր նախագահը, Սերժ Սարգսյանը, ով էր վարչապետը, եւ նորընտիր նախագահը, եւ ուրիշներ, ում անունները երբեք լիովին չեն հնչել։ Հովհաննիսյանի ընկերը, ով զգուշացրել էր նրան 2 օր առաջ, գիտեր այդ խմբի մասին, որովհետև ինքը, որպես անվտանգության համակարգի անդամ, երբեմն տեսնում էր, թե ինչպես է աշխատում իրական որոշումների մեխանիզմը։ Այդ խումբը, որը կոչում էին 9-ները կամ 12-ը, կախված նրանից, թե ով էր հաշվարկում, հանդիպում էր շաբաթը 2-3 անգամ, խորհրդակցելու ոչ տնտեսության, ոչ առողջապահության, այլ իշխանության մասին։ Նրանց հանդիպումները չէին արձանագրվում պաշտոնական արձանագրություններում, եւ նրանց որոշումները երբեք չեն հրապարակվել։ Սակայն հենց այդ խումբն էր, որը երկար տարիներ թելադրում էր, թե ինչպես կառավարել երկիրը, ինչպես հսկել հեռուստաալիքները, ինչպես կազմակերպել ընտրությունները եւ վերջապես ինչպես պատասխանել բողոքին։ Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ եղել էր համակարգի ծայրամասերում, երբեք լիովին ներս չէր մտել այդ կենտրոնական շրջանակը։ Նա եղել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, փոխնախագահը, սակայն երբեք չէր նստել այն սեղանի մոտ, որտեղ կայացվում էին իրական որոշումները։ Եվ հենց դրա համար է, որ երբ նա փետրվարի 23-ին հեռացավ այդ համակարգից հրաժարականով, նա հասկացավ, իր ձայնը այլևս չի հասնի դեպի այդ սենյակը։ Մարտի առաջի ցերեկն անցնում էր, եւ տեղեկություններ էին գալիս Մաշտոցի պողոտայից, թե բողոքավորները լցվում են փողոցներ, թե ոստիկանությունը սկսում է շարքավորվել, թե իրավիճակը լարվում է։
Հովաննիսյանը զանգահարեց Տեր-Պետրոսյանի ավագ օգնականներից մեկին եւ ասաց. «Պետք է դուրս բերեք մարդկանց փողոցից։ Ես լսում եմ, որ նրանք կկիրառեն ուժ»։ Օգնականը պատասխանեց. «Մենք չենք կարող այլևս վերահասկել իրավիճակը։ Մարդիկ դուրս են եկել եւ նրանք չեն լսում ոչ մեկին»։ Հովաննիսյանը հարցրեց. «Սակայն եթե նրանք մնան եւ ուժայինները հարձակվեն, արյուն կլինի։ Դուք պատրաստված եք դրան»։ Օգնականը լռեց երկար վայրկյաններ, ապա ասաց. «Լևոնը կխոսի երեկոյան»։ Հովաննիսյանը հասկացավ, որ օպոզիցիան նույնպես չգիտի թե ինչ անել։ Նրանք կանգնած էին ահռելի զանգվածի առաջ, որը պահանջում էր արդարություն, սակայն ոչ ոք չգիտեր, թե ինչպես վերահսկել այդ զանգվածը, երբ նա արդեն սկսել էր ապրել իր սեփական կյանքով։ Երեկոյան, երբ արևը արդեն մայր էր մտել եւ Մաշտոցի պողոտան լցված էր հազարավոր մարդկանց ու ձայներով, Հովաննիսյանը նորից զանգահարեց իր հին ընկերոջը անվտանգության համակարգից։ Այս անգամ ընկերը պատասխանեց, սակայն ձայնը դողում էր. «Վահան, մի զանգիր ինձ այլևս։ Ես ասացի քեզ ամեն ինչ, ինչ կարող էի ասել»։ Այժմ ամեն ինչ կախված է նրանցից, ովքեր այդ սենյակում են, Հովաննիսյանը պնդեց։ Սակայն դու կարող ես զանգահարել նրանցից մեկին եւ ասել, որ եթե նրանք հիմա կիրառեն ուժ, ապա սպանություններ կլինեն։ Դու կարող ես փրկել կյանքներ։ Ընկերը պատասխանեց. Հովաննիսյան, դու չես հասկանում։ Նրանք արդեն որոշել են։ Որոշումը կայացվել է ժամը 5-ին եւ հրամանները տրվել են։ Այժմ մնացել է միայն սպասել։ Եվ կրկին գիծը կտրվեց։ Հովաննիսյանը նստեց իր աթոռին եւ հասկացավ, որ այն, ինչի մասին նա վախենում էր վերջին 2 շաբաթվա ընթացքում, պատրաստվում էր իրականանալ։ Համակարգը, որը տարիներ շարունակ վերահսկել էր ամեն ինչ, ձայներից մինչև հեռուստատեսություն, այժմ պատրաստվում էր վերահսկել նաեւ փողոցը։ Եվ նա, Վահան Հովաննիսյանը, ով երբեմն նստել էր ազգային ժողովի փոխնախագահի աթոռին, ով խոսել էր նախագահների հետ եւ հավատում էր, որ իր ձայնը կարող է փոխել ինչ-որ բան, այժմ հասկանում էր, ինչ լանի, արդեն ուշ է։ Այդ զանգը, որը նա արեց փետրվարի 20-ի գիշերը, եւ այն 30 վայրկյանը, երբ նա լսեց պատասխանը «արդեն ուշ է», դարձան նրա անզորության խորհրդանիշը։ Որովհետեւ երբ համակարգը որոշեց, որ փողոցի ձայնը պետք է լռեցվի, ոչ մի անհատ, նույնիսկ եթե նա նստել էր փոխնախագահի աթոռին, չէր կարող այլևս փոխել ընթացքը։ Հովաննիսյանը գիտեր, այդ գիշեր նա դառնում էր ականատես ինչ-որ բանի, ինչը կփոխի երկիրը ընդմիշտ։ Եվ ամենավատն այն էր, որ նա գիտեր, սա գալու է եւ չկարողացավ կանգնեցնել։ Երբ Վահան Հովաննիսյանը հեռանում էր քաղաքական կյանքից փետրվարի 23-ին, նա չգիտեր, որ իր հեռանալը համակարգի համար նշանակում էր ոչ թե կորուստ, այլ ազատում։ Տարիների ընթացքում նա հավատարիմ էր եղել դաշնակցությանը, հավատարիմ էր եղել համակարգին, հավատարիմ էր եղել այն մարդկանց, ում հետ նա նստել էր նույն սեղանի շուրջ, պաշտպանելով հայրենիքը, կառուցելով նոր պետականությունը, երազում նոր ապագայի մասին։ Սակայն երբ նա հայտարարեց հրաժարական, նշելով, որ ընտրությունները կեղծվել են եւ որ կեղծիքի մեխանիզմերը գործում են դեռևս 1996 թվականից, Տեր-Պետրոսյանի ժամանակներից, նա չէր սպասում այն պատասխանին, որը ստացավ իր հին ընկերներից։ Լռություն։ Ոչ մի զանգ, ոչ մի հարց, ոչ մի փորձ նրան համոզելու մնալու համար։ Իսկ երբ նա փորձեց զանգահարել 3 հոգու, ում հետ տարիներ շարունակ խոսել էր ամեն շաբաթ, երկուսը չպատասխանեցին, իսկ երրորդը ասաց. «Վահան, դու ընտրեցիր քո ճանապարհը, մենք մերը»։ Դա այն պահն էր, երբ Հովաննիսյանը սկսեց հասկանալ, հավատարմությունը քաղաքականության մեջ չի գործում այնպես, ինչպես հավատարմությունը ընկերության կամ ընտանիքի մեջ։ Քաղաքականության մեջ դու հավատարիմ ես ոչ թե մարդկանց, այլ համակարգին, եւ երբ դու դավաճանում ես համակարգին, ապա հետո բոլոր մարդիկ, ում հետ դու նստել ես նույն սեղանի շուրջ, դավաճանում են քեզ։ Ոչ բարձրաձայն, ոչ սպառնալիքներով, այլ պարզապես լռելով։ Լռությունը քաղաքականության մեջ ավելի սարսափելի է, քան ցանկացած սպառնալիք, որովհետև այն նշանակում է, որ դու այլևս չես գոյություն։ Հովաննիսյանը մարտի առաջի երեկոյան, երբ նա կանգնած էր իր տան պատուհանի մոտ եւ նայում դեպի քաղաքի լույսերը, հասկացավ, որ այն մարդիկը, ում հետ նա տարիներ շարունակ պաշտպանել էր պետականությունը, այժմ պատրաստվում էին պաշտպանել այլ բան՝ իշխանությունը։ Եվ իշխանությունը պաշտպանելու համար նրանք պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ, ներառյալ այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոցներ պահանջելու արդարություն։ Երբ Հովաննիսյանը առաջին անգամ հանդիպեց այդ մարդկանց հետ 1998 թվականին, երբ նրան ազատեցին բանտից 30 գումարած 1 գործով, եւ երբ նրան առաջարկեցին լինել նախագահի խորհրդական, նա վստահում էր, որ նրանք իրական հայրենասերներ են։ 1999 թվականից, երբ Խորհրդային Միությունը փլվեց եւ Հայաստանը դարձավ անկախ, նրանք բոլորը երազում էին նոր երկրի մասին՝ արդար, ժողովրդավարական, ազատ։ Սակայն տարիները անցան,
եւ երազանքները դանդաղորեն փոխարինվեցին հաշվարկներով։ Ով ունի ինչ, ով վերահսկում է որ ոլորտը, ով կարող է ազդել որ որոշումների վրա։ Իշխանությունը 1998 թվականից սկսած դարձավ ոչ թե ծառայություն, այլ բիզնես, եւ այդ բիզնեսի մեջ միակ կանոնը դարձավ հավատարմությունը համակարգին։ Ով հավատարիմ էր, ստանում էր իր բաժինը։ Ով խախտում էր հավատարմությունը, կորցնում էր ամեն ինչ։ Հովհաննիսյանը հիշում էր մի հանդիպում, որը տեղի ունեցավ 2006 թվականին, երբ նրանք 8 падգամավոր եւ 2 նախարար նստած էին մի փակ սենյակում եւ քննարկում հերթական ընտրությունների պլանավորումը։ Մեկը, ում անունը Հովհաննիսյանը երբեք չէր ասի բարձրաձայն, բացեց մի թղթապանակ եւ ասաց. «Մենք պետք է ապահովենք 73%։ Որն է ավելի արդյունավետ մեթոդը»։ Ուրիշ մեկը պատասխանեց. «Կենտրոնական տարածքներում մենք կարող ենք վերահսկել ընտրատեղամասերը, սակայն գյուղերում դժվար է։ Այնտեղ պետք է օգտագործենք տեղական համակարգողներին»։ Հովհաննիսյանը նստած էր լռելով, եւ վերջում, երբ հանդիպումը ավարտվեց, նա մտածեց. արդյոք սա է այն ժողովրդավարությունը, որի համար նրանք պայքարել են։ Սակայն նա չասաց ոչինչ, որովհետև ինքն էլ արդեն մաս էր համակարգի, եւ խոսելը նշանակում էր դուրս գալ այդ համակարգից։ Իսկ դուրս գալը նշանակում էր կորցնել ամեն ինչ. աթոռը, ազդեցությունը, կապերը, հարգանքը։ Այսպես 3 տարի անց, երբ Հովհաննիսյանը վերջապես որոշեց դուրս գալ, նա արդեն գիտեր, թե ինչ է սպասվում իրեն։ Լռություն։ Եվ լռությունը եկավ անմիջապես։ Փետրվարի 23-ի երեկոյան, երբ նա հեռացավ ազգային ժողովից եւ գնաց տուն, նա ստացավ միայն 3 զանգ, մեկը լրագրողից, ով ուզում էր հարցազրույց վերցնել, մեկը իր եղբորից, ով խորհուրդ էր տալիս զգույշ լինել, եւ մեկը անծանոթ համարից, որտեղ ձայնը ասաց միայն «Դու սխալ կողմ ընտրեցիր»։ Հովհաննիսյանը չհարցրեց, ով է զանգում, որովհետև արդեն գիտեր, համակարգը սկսել է իրեն հիշեցնել, որ նա այլևս ներսում չէ։ Այն մարդիկը, ում հետ նա տարիներ շարունակ պաշտպանել էր հայրենիքը, այժմ դարձել էին օտարներ, եւ օտարները չեն ներում դավաճանությունը։ Սակայն ով է իսկապես դավաճանել։ Հովհաննիսյանը, որ հեռացավ, երբ տեսավ, որ համակարգը կեղծում է ընտրություններ, թե այն մարդիկը, ովքեր մնացին համակարգում եւ շարունակեցին կեղծել։ Այդ հարցը Հովհաննիսյանը տվեց իր հին ընկերոջը, անվտանգության համակարգից, երբ նրանք վերջին անգամ խոսեցին, փետրվարի 29 օրը։ Ընկերը պատասխանեց. «Վահան, քաղաքականության մեջ դավաճանությունը սահմանում է հաղթողը։ Եթե դու հաղթես, ապա նրանք են դավաճանները։ Եթե նրանք հաղթեն, ապա դու ես դավաճանը»։ Հովհաննիսյանը հարցրեց. «Իսկ ինչ է, եթե ոչ մեկը չի հաղթում, այլ մարդիկ են մեռնում»։ Ընկերը լռեց, եւ այդ լռությունը տևեց այնքան երկար, որ Հովհաննիսյանը հասկացավ, նրանք այլևս չեն խոսում նույն լեզվով։ Մարտի առաջի գիշերը, երբ Հովհաննիսյանը լսեց, որ Մաշտոցի պողոտայում սկսվել են բախումներ, նա կրկին զանգահարեց այդ ընկերոջը եւ ասաց. «Դու ասացիր, որ նրանք կկիրառեն ուժ։ Արդյոք դու նաեւ գիտեիր, որ նրանք կկրակեն»։ Ընկերը պատասխանեց. «Ես գիտեի, որ եթե բողոքավորները չհեռանան, ապա ամեն ինչ հնարավոր է, բայց ես չգիտեի, թե երբ եւ ինչ լինի»։ Հովհաննիսյանը հարցրեց. «Իսկ արդյոք դու փորձեցիր կանգնեցնել»։ Ընկերը պատասխանեց. «Հովհաննիսյան, դու չես հասկանում։ Երբ համակարգը որոշում է, որ պետք է կիրառի ուժ, ապա ոչ մի մարդ, անկախ նրա աստիճանից կամ ազդեցությունից, չի կարող կանգնեցնել։ Համակարգը դառնում է մեքենա, եւ մեքենան պարզապես կատարում է իր գործառույթը»։ Եվ հեռախոսը կրկին անջատվեց, եւ այս անգամ Հովհաննիսյանը չփորձեց կրկին զանգահարել, որովհետև նա հասկացավ, նույնիսկ նրանք, ովքեր որպես անհատներ ուզում էին կանգնեցնել, այլևս չէին կարող։ Արդյոք այդ ընկերը, ով զգուշացրել էր Հովհաննիսյանին 2 օր առաջ, իսկապես ուզում էր փրկել կյանքներ, թե պարզապես փորձում էր փրկել իր խիղճը, ասելով, որ առնվազն ինքը փորձել էր զգուշացնել։ Արդյոք այդ 30 վայրկյանը, երբ Հովհաննիսյանը զանգահարեց անծանոթ անձին եւ ասաց. «Եթե հիմա չկանգնեցնեք, ապա արյունը ձեր ձեռքին է», իսկապես կարող էր փոխել ինչ-որ բան, թե դա էր պարզապես անզոր կանչ դատարկության մեջ։ Եվ ամենակարևորը, արդյոք այն մարդիկը, ովքեր այդ գիշեր նստած էին գաղտնի սենյակում եւ որոշում կայացնում, իսկապես հավատում էին, որ իրենք անում են ճիշտ բանը, թե նրանք պարզապես ընտրել էին իշխանությունը մարդկային կյանքերից ավել։ Վահան Հովհաննիսյանի կինը, Արմինեն, երբեք չէր ուզել, որ իր ամուսինը մտնի քաղաքականություն։ Երբ 1998 թվականին նրան ազատեցին բանտից եւ առաջարկեցին լինել նախագահի խորհրդական, Արմինեն ասաց իր ամուսնուն. «Վահան, դու արդեն 3 տարի անցկացրիր բանտում քաղաքական մեղադրանքներով։ Արդյոք դա քեզ բավարար դաշտ չէ»։ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հենց դրա համար պետք է մտնեմ,
որպեսզի այլևս ոչ ոք չանցնի այնպիսի բան, ինչպիսին ես անցա։ Արմինեն լռեց, որովհետև նա գիտեր, երբ Վահանը որոշում է կայացնում, ապա ոչինչ չի կարող փոխել նրա մտքերը։ Սակայն տարիները անցան, եւ Արմինեն տեսավ, թե ինչպես քաղաքականությունը դանդաղորեն փոխում է իր ամուսնուն։ Սկզբում Հովհաննիսյանը վերադարձնում էր տուն լի հուզմունքով, պատմելով, թե ինչ պլաններ ունեն հայրենիքի զարգացման համար, ինչպես պատրաստվում են բարեփոխումներ, ինչպես ստեղծում են նոր ինստիտուտներ։ 3 տարի անց, երբ նա արդեն լինում էր падգամավոր, նա վերադարձնում էր տուն ավելի քիչ խոսակցությամբ եւ ավելի շատ մտածմունքների մեջ։ Երևում էր, որ նա սկսել էր հասկանալ, քաղաքականությունը ոչ թե այն է, ինչպես երևում է արտաքուստ, այլ այն, ինչ տեղի է ունենում ետևում, դռնափակ սենյակներում, գաղտնի հանդիպումներում, զանգերով, որոնք երբեք չեն արձանագրվում։ Արմինեն տեսնում էր, թե ինչպես նրա ամուսինը դառնում է լուր, ինչպես նա դադարում է պատմել տան մասին իր աշխատանքի մանրամասները, ինչպես նա սկսում է ապրել կրկնակի կյանք, մեկը տանը, ուրիշը դրսում։ 2006 թվականին, երբ Հովհաննիսյանը դարձավ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Արմինեն նկատեց մի փոփոխություն, որը սկզբում թվաց աննշան, սակայն դանդաղորեն դարձավ ակնհայտ։ Վահանը սկսեց ավելի քիչ քնել։ Նա արթնանում էր գիշերվա մեջ, ժամը 3-ին կամ 4-ին, եւ նստում պատուհանի մոտ նայելով դեպի քաղաքի մութ փողոցները։ Երբ Արմինեն հարցրեց. «Ինչու չես քնում», Վահանը պատասխանեց. «Պարզապես մտածում եմ»։ Բայց Արմինեն գիտեր, սա ավելին է, քան պարզ մտածողություն։ Սա էր անհանգստություն, որը դանդաղորեն սկսում էր սպառել նրա ամուսնուն։ Մի անգամ, երբ նրանք նստած էին ճաշի սեղանի շուրջ, իրենց 2 երեխաների հետ, Վահանը հանկարծ կանգնեց եւ գնաց դեպի պատուհանը, նայելով դեպի փողոց, ինչպես թե փնտրելով ինչ-որ մեկին։ Երբ Արմինեն հարցրեց. «Ինչ է», Վահանը ասաց. «Ոչինչ, պարզապես երևաց, որ դրսում կանգնած էր մեկը»։ Արմինեն գնաց պատուհանին եւ նայեց։ Փողոցը դատարկ էր։ Նա հասկացավ, իր ամուսինը սկսել է տեսնել ստվերներ այնտեղ, որտեղ ստվերներ չկան։ Այդ պահից Արմինեն հասկացավ, որ քաղաքականությունը ոչ միայն փոխում է մարդուն արտաքինից, այլև ներսից, ստեղծելով մշտական անհանգստության մթնոլորտ, որի մեջ դու չես կարող լիովին վստահել ոչ մեկին, նույնիսկ ինքդ քեզ։ 2008 թվականի փետրվարին, երբ Վահանը որոշեց առաջադրվել որպես նախագահական թեկնածու, Արմինեն ասաց նրան. «Վահան, երբ դու կանգնես դեմ համակարգին, որը վերահսկում է ամեն ինչ, ինչ կարծում ես, նրանք կթողնեն քեզ հաղթել»։ Վահանը պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում հաղթել։ Ես պատրաստվում եմ ասել ճշմարտությունը»։ Արմինեն նայեց իր ամուսնուն եւ գիտեր, նա արդեն որոշել է։ Եվ երբ Վահանը որոշում է կայացնում, ապա ոչինչ, նույնիսկ ընտանիքը, չի կարող փոխել նրա մտքերը։ Սակայն ընտրությունների գիշերը, երբ Վահանը զբաղեցրեց միայն 4-րդ տեղը, ընդամենը մի քանի տոկոսով, Արմինեն տեսավ նրա դեմքին այնպիսի արտահայտություն, որը երբեք չէր տեսել տասնյակ տարիների ընթացքում։ Ոչ թե հիասթափություն, ոչ թե զայրույթ, այլ նախազգացում։ Ինչպես թե Վահանը գիտեր, այս ընտրությունները միայն սկիզբն են ինչ-որ բանի, որը շատ ավելի սարսափելի է։ Երբ փետրվարի 20-րդի ցերեկվա ժամերին Վահանը վերադարձավ տուն առաջին անգամ բողոքի ցույցից, նա նստեց սեղանի մոտ եւ ասաց Արմինեին. «Այդ փողոցում ես տեսա 50,000 մարդ։ Նրանք պահանջում են արդարություն, եւ ես գիտեմ, իշխանությունները չեն տա այդ արդարությունը առանց բախման»։ Արմինեն հարցրեց. «Ինչ ես ուզում ասել բախմամբ»։ Վահանը պատասխանեց. «Ես ուզում եմ ասել, որ երբ այսքան մարդիկ փողոցում են, եւ իշխանությունները վախենում են կորցնել վերահսկողությունը, ապա նրանք կփորձեն վերականգնել վերահսկողությունը ցանկացած գնով»։ Արմինեն զգաց, թե ինչպես սառը դողը սկսեց անցնել իր ողնաշարով։ Նա հարցրեց. «Վահան, արդյոք դու փորձում ես ասել, որ նրանք կարող են սպանել մարդկանց»։ Վահանը նայեց իր կնոջը այն նայվածքով, որը Արմինեն երբեք չի մոռանա, եւ ասաց. «Արմինե, ես չգիտեմ, բայց ես վախենում եմ, որ այո»։ Երբ փետրվարի 20-ին Վահանը հայտարարեց հրաժարական փոխնախագահի պաշտոնից, Արմինեն զգաց եւ հպարտություն, եւ վախ։ Հպարտություն, որովհետև նրա ամուսինը համարձակվեց դուրս գալ համակարգից, երբ տեսավ, որ այն կեղծում է ընտրություններ։ Վախ, որովհետև նա գիտեր, համակարգը չի ներում նրանց, ովքեր հեռանում են բարձրաձայն քննադատությամբ։ Եվ երբ Վահանը այդ երեկո վերադարձավ տուն, եւ Արմինեն տեսավ, որ նա չի ստացել ոչ մի զանգ իր հին ընկերներից, նա հասկացավ, նրանք արդեն հեռացրել են Վահանին իրենց շրջանակից։ Արմինեն փորձեց հանգստացնել իր ամուսնուն, ասելով, որ նա արեց ճիշտը, բայց Վահանը միայն գլուխը շարժեց եւ շարունակեց նայել դեպի պատուհանը, որտեղ արդեն իջնում էր մթնշաղը։ Նա գիտեր, իրական ճակատամարտը դեռ սկսելու էր, եւ այդ ճակատամարտում նա արդեն կանգնած էր համակարգից դուրս։
Երբ Վահան Հովհաննիսյանը վերջին անգամ տեսավ Ռոբերտ Քոչարյանին, փետրվարի 18-ին, նախագահը նստած էր իր աշխատասենյակում եւ լսում մի զեկույց, ու Հովհաննիսյանը նկատեց մի բան, որին նախկինում երբեք ուշադրություն չէր դարձրել։ Քոչարյանի ձախ ձեռքը թեթև դողում էր, պահելով գրիչը, եւ երբ նա խոսում էր, նրա ձայնը երբեմն կտրվում էր այնպես, ինչպես մեկը, ով ձգտում է վերահսկել ինչ-որ ներքին լարվածություն։ Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ տեսել էր այդ մարդուն, հիշեց. 6 տարի առաջ, երբ Քոչարյանը նոր էր դարձել նախագահ, նա ավելի ուղիղ էր, ավելի վստահ, ավելի հանգիստ։ 1998 թվականին Քոչարյանը 44 տարեկան էր, սակայն այժմ 1208 թվականին 10 տարի իշխանության մեջ անցկացնելուց հետո նա երևում էր այնպես, ինչպես 50 տարեկան մարդ։ 10 տարի իշխանության մոտ անցկացնելը փոխում է մարդուն ոչ միայն հոգեբանորեն, այլև ֆիզիկապես։ Հովհաննիսյանը հիշում էր մի զրույց, որն ունեցել էր 2006 թվականին մի բժշկի հետ, ով սպասարկում էր պաշտոնյաներին։ Բժիշկը, ում անունը Հովհաննիսյանը երբեք չկարող էր ասել բարձրաձայն, մի երեկո խմելով թեյ ասաց նրան. «Վահան, դու գիտես ինչպես է կոչվում այն հիվանդությունը, որը ամենից հաճախ տեղի է ունենում քաղաքական առաջնորդների մոտ։ Հիպերտոնիա, անքնություն, սրտի արիթմիա եւ քրոնիկ սթրես։ Նրանք ապրում են մշտական լարվածության մեջ, երբեք լիովին չեն հանգստանում, եւ դա դանդաղորեն սպանում է նրանց»։ Հովհաննիսյանը հարցրել էր. «Իսկ արդյոք դու տեսել ես այդ ախտանիշները մեր առաջնորդների մոտ»։ Բժիշկը լռել էր, եւ այդ լռությունը եղել էր պատասխանը։ Երբ Հովհաննիսյանը փետրվարի 23-ին հեռացավ իր պաշտոնից, նա մտածեց այդ բժշկի մասին եւ հիշեց նաեւ մի փաստ, որը տարիներ շարունակ պահել էր գաղտնի։ 2005 թվականին, երբ նա եղել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նա պատահաբար լսել էր մի զրույց երկու անվտանգության պաշտոնյաների միջև։ Նրանք խոսում էին այն մասին, որ նախագահի անձնական բժիշկը հատուկ ճամփորդություն էր կատարել դեպի Մոսկվա, ձեռք բերելու լեկարստներ, որովանում հասանելի չէին։ «Ինչու Մոսկվա?» հարցրել էր մեկը։ «Որովհետև այդ դեղերը օգտագործվում են սրտի լուրջ խանգարումների դեպքում», պատասխանել էր մյուսը։ Հովհաննիսյանը չէր կարող հավաստիացնել, թե արդյոք նրանք իսկապես խոսում էին նախագահի մասին, սակայն այդ զրույցը մնացել էր նրա հիշողության մեջ։ Մարտի առաջի ցերեկվա ժամերին, երբ Հովհաննիսյանը կանգնած էր իր տան պատուհանի մոտ եւ մտածում, թե ինչու իր զգուշացումները չեն աշխատել, նա հիշեց նաեւ մի այլ պահ։ 2007 թվականի աշնանը նա մասնակցել էր մի հանդիպման, որտեղ Քոչարյանը հանկարծ դադարեց խոսել, բռնեց իր կրծքավանդակը եւ բոլորը լռեցին։ 2 վայրկյան անց Քոչարյանը շարունակեց ասելով. «Ներողություն, պարզապես մի փոքր անհարմար զգացի»։ Սակայն Հովհաննիսյանը տեսավ նրա դեմքի գույնը, այն մի պահ դարձել էր մոխրագույն։ Հանդիպումից հետո բոլորը արագ հեռացան, եւ երբեք ոչ ոք չխոսեց այդ պահի մասին։ Բայց Հովհաննիսյանը գիտեր, այդ պահը նշանակություն ուներ։ Եթե նախագահը տառապում էր սրտի խնդիրներից, ապա դա նշանակում էր, որ նա ապրում էր մշտական ֆիզիկական սթրեսի մեջ, եւ այդ սթրեսը կարող էր ազդել նրա որոշումների վրա։ Մարդը, ով ֆիզիկապես տառապում է, ով քնում է միջին հաշվով 4 ժամ գիշերը, ով ապրում է մշտական լարվածության մեջ, վախենալով իր իշխանության կորստից, այդ մարդը չի կարող կայացնել հանգիստ ու ռացիոնալ որոշումներ։ Հովհաննիսյանը մտածում էր. արդյոք Քոչարյանի ֆիզիկական վիճակը նպաստեց այն որոշմանը, որը կայացվեց մարտի առաջի գիշերը, կիրառել ուժ բողոքավորների դեմ։ Արդյոք մի մարդ, ով նստում էր իր աթոռին եւ զգում, թե ինչպես իր սիրտը անկանոն է փախչում, կարող էր հանգիստ մտածել այն մասին, թե ինչ կլինի, երբ հազարավոր մարդիկ մեռնեն փողոցում։ Հովհաննիսյանը չգիտեր պատասխանը, սակայն նա գիտեր մի բան. իշխանությունը սպառում է ֆիզիկապես։ Եվ երբ ֆիզիկապես սպառված մարդը պետք է ընտրի իր իշխանության եւ մարդկանց կյանքերի միջև, նա ընտրում է իր իշխանությունը։ 10 տարի նախագահ լինելը նշանակում է 10 տարի ապրել մշտական վախի մեջ։ Վախ, որ հաջորդ օրը քեզ կհեղաթափեն։ Վախ, որ քո թշնամիներն ավելի ուժեղ կդառնան։ Վախ, որ քո սխալները կբացահայտվեն։ Եվ այդ վախը դանդաղորեն վերածվում է պարանոյայի, եւ պարանոյան տանում է դեպի այնպիսի որոշումներ, որոնք նորմալ վիճակում երբեք չէին կայացվի։ Հովհաննիսյանը հիշում էր, թե ինչպես 2007 թվականի ամռանը Քոչարյանը սկսել էր խոսել այն մասին, որ օտարերկրյա ուժերը փորձում են անկայունացնել երկիրը։ Այդ խոսակցությունները դանդաղորեն դարձան ավելի հաճախակի, եւ մինչեւ 2008 թվականի փետրվարը Քոչարյանը արդեն հավատում էր, որ բողոքավորները ֆինանսավորվում են արտաքին թշնամիների կողմից։ Արդյոք այդ պարանոյան իրական էր։ Իրական էր, թե այն պարզապես արտացոլում էր մի մարդու հոգեբանական եւ ֆիզիկական քայքայումը։ Մարտի առաջի երեկոյան Հովհաննիսյանը լսեց հրապարակային հայտարարություն, որտեղ Քոչարյանն ասում էր, որ իրավախախտները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ձայնը հնչում էր ամուր,
Սակայն Հովանիսյանը, ով տարիներ շարունակ լսել էր այդ ձայնը, լսեց դրա ետևում ինչ-որ այլ բան՝ հոգնածություն, սթրես, վախ։ Երբ մարդ հազարավոր անգամ կրկնում է, որ ինքը վերահսկողության տակ է պահում իրավիճակը, դա նշանակում է, որ իրականում նա վախենում է կորցնել վերահսկողությունը։ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին արդեն 10 տարի էր նստել իշխանության աթոռին, եւ այդ 10 տարին սպառել էին նրան ֆիզիկապես։ Նրա մազերը, որոնք 1998 թվականին եղել էին մուգ, այժմ դարձել էին մոխրագույն։ Նրա դեմքը, որը նախկինում եղել էր հարթ ու երիտասարդական, այժմ ծածկված էր խորը հորատակներով։ Նրա քայլերը, որոնք նախկինում եղել էին վստահ, այժմ դարձել էին ավելի դանդաղ, ինչպես մարդ, ով կրում է անտանելի բեռ։ Եվ այդ բեռը 10 տարվա իշխանությունն էր, որտեղ յուրաքանչյուր օր ստիպված էիր ընտրել ում վստահել, ում հեռացնել, ում պարգևատրել, ում պատժել։ Յուրաքանչյուր օր ստիպված էիր մտածել, արդյոք այս որոշումը կպահպանի քո իշխանությունը, թե կթուլացնի այն։ Յուրաքանչյուր օր ապրել մշտական վախի մեջ, որ մի սխալ քայլ կարող է ավարտել քո կարիերան։ Եվ այդ բոլորը դանդաղորեն սպառում էին Քոչարյանին, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։ Հովանիսյանը մտածում էր, արդյոք եթե Քոչարյանը լիներ ավելի առողջ, ավելի հանգիստ, ավելի քիչ պարանոիկ, նա կընտրեիր այլ ճանապարհ մարտի առաջին։ Արդյոք ֆիզիկական սթրեսը եւ պարանոյան միասին ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որտեղ հնարավոր դարձավ հրաման տալ կրակել սեփական քաղաքացիների վրա։ Հովանիսյանը չգիտեր եւ երբեք չէր իմանա պատասխանը։ Սակայն երբ մարտի առաջի գիշերը նա լսեց հրաձգության մասին, նա հիշեց այն բոլոր պահերը, երբ տեսել էր Քոչարյանի ֆիզիկական քայքայումը, դողացող ձեռքերը, մոխրագույն դեմքը, անհանգիստ ձայնը։ Եվ նա հասկացավ, իշխանությունը ոչ միայն փոխում է մարդուն բարոյապես, այլև ֆիզիկապես սպանում նրան դանդաղորեն։ Եվ երբ այդ ֆիզիկապես սպառված մարդը պետք է կայացնի որոշում ամենադժվար պահին, նա կայացնում է այնպիսի որոշում, որը հանգեցնում է արյան։ Արդյոք կարելի էր կանխել այդ ողբերգությունը, եթե ինչ-որ մեկը 10 տարի առաջ նայեր Քոչարյանին եւ ասեր. «Դուք չպետք է նստեք այդ աթոռին, որովհետեւ այդ աթոռը դանդաղորեն կսպանի ձեզ, եւ դուք, մեռնելու ուզելով շարունակել ապրել, կսպանեք ուրիշներին»։ Մարտի 2-ի առավոտյան, երբ արտակարգ դրությունը ուժի մեջ էր մտել եւ քաղաքը նստել էր ահի մեջ, Վահան Հովանիսյանը ստացավ զանգ մի անծանոթ համարից։ Ձայնը ասաց միայն. «Նրանք այրում են փաստաթղթերը»։ Հովանիսյանը հարցրեց. «Ովքեր, որտեղ»։ Սակայն գիծը արդեն կտրված էր։ Նա նստեց եւ փորձեց հասկանալ, ինչ նշանակում է այդ զանգը։ Տարիներ շարունակ նա լսել էր, որ յուրաքանչյուր իշխանական ճգնաժամից հետո փաստաթղթերը անհետանում են։ Ոչ պաշտոնապես, ոչ հրապարակայնորեն, այլ պարզապես դադարում են գոյություն։ Ինչ որ մեկը մտնում է արխիվ, վերցնում է ճիշտ պանակը եւ այն երբեք այլևս չի հայտնվում։ 2005 թվականին Հովանիսյանը, որպես Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ուներ հասանելիություն որոշ փաստաթղթերի, որոնք պահվում էին ազգային ժողովի արխիվում։ Մի անգամ նա փնտրում էր տեղեկություններ 1998 թվականի Արցախյան պատերազմի մասին եւ հայտնաբերեց, որ փաստաթղթերի մի մասը պարզապես բացակայում է։ Երբ նա հարցրեց արխիվարին, ուր են այդ փաստաթղթերը, արխիվարը պատասխանեց. «Դրանք տեղափոխվել են հատուկ պահեստարան»։ Հովանիսյանը հարցրեց. «Որտեղ է այդ հատուկ պահեստարանը»։ Եվ արխիվարը ասաց. «Ես չգիտեմ։ Ինձ պարզապես ասացին, որ դրանք տեղափոխվել են»։ Հովանիսյանը հասկացավ. հատուկ պահեստարան նշանակում է, որ այդ փաստաթղթերը երբեք այլևս չեն հայտնվի։ Եվ այժմ, մարտի 2-ին, երբ ինչ-որ մեկը զանգահարեց եւ ասաց, որ նրանք այրում են փաստաթղթերը, Հովանիսյանը հասկացավ, ինչ է տեղի ունենում։ Մարտի առաջի իրադարձություններից հետո, երբ 10 մարդ մեռավ փողոցներում, իշխանությունները սկսեցին ջնջել ամեն ինչ, ինչը կարող էր վկայել նրանց մեղավորության մասին։ Յուրաքանչյուր արձանագրություն, յուրաքանչյուր հրաման, յուրաքանչյուր զեկույց, որը պարունակում էր ճշմարտությունը մարտի առաջի իրադարձությունների մասին, պետք է անհետանար։ Հովանիսյանը գիտեր, 2008 թվականից հետո, երբ պատմաբաններն ու լրագրողները փորձեին վերականգնել այն ամենը, ինչ տեղի ունեցավ, նրանք կգտնեին արխիվներ, որտեղ էջերը պարզապես բացակայում են, եւ այդ բացակայող էջերը կլինեին ամենակարևորները։ Հովանիսյանը մտածում էր. ինչ է գրված այդ էջերում։ Արդյոք այնտեղ կա հատուկ հրամանը, որը տրվել էր կրակել բողոքավորների վրա։ Արդյոք այնտեղ կան նախարարների հանդիպման արձանագրությունները, որտեղ քննարկվել է, թե ինչպես պատասխանել բողոքներին։ Արդյոք այնտեղ կան անվտանգության ուժերի ներքին զեկույցները, որոնք նկարագրում են, թե ինչ տեղի ունեցավ մարտի առաջի գիշերը։ Բոլոր այդ փաստաթղթերը, եթե դրանք գոյություն ունեին, հիմա պատրաստվում էին անհետանալ, կամ այրվելով, կամ տեղափոխվելով հատուկ պահեստարան, որտեղից երբեք չեն վերադառնա։ Հովանիսյանը հիշեց մի այլ դեպք,
1996 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց նախագահ, համարյա սկանդալային կերպով, հետո շատերը խոսում էին, որ ընտրությունները կեղծվել են։ Սակայն երբ մի քանի տարի անց լրագրողները փորձեցին գտնել ընտրատեղամասերի արձանագրությունները, նրանք հայտնաբերեցին, որ մի մեծ մասը պարզապես բացակայում է։ Ազգային արխիվում կային միայն ամփոփագրերը, սակայն առանձին ընտրատեղամասերի մանրամասն արձանագրություններ, որոնք կարող էին ցույց տալ, թե որտեղ եւ ինչպես է եղել կեղծիքը, անհետացել էին։ Եվ երբ լրագրողները հարցրին ուր են այդ փաստաթղթերը, պատասխանեցին՝ դրանք չպահպանվեցին, որովհետև չկար անհրաժեշտություն։ Հովհաննիսյանը հասկանում էր, իշխանությունները սովորել էին ջնջել հետքերը։ Ոչ թե բոլոր հետքերը, այլ միայն այն հետքերը, որոնք կարող էին վկայել նրանց մեղավորության մասին։ Դրանք թողնում էին ընդհանուր զեկույցները, որոնք ոչինչ չէին ապացուցում, սակայն վերցնում էին մանրամասն փաստաթղթերը, որտեղ անունները, թվերը, հրամանները գրված էին հստակ։ Եվ երբ հետագայում ինչ-որ մեկը փորձեր պարզել ճշմարտությունը, նա կգտներ միայն դատարկություն։ Արխիվում կլիներ գրված. փաստաթղթեր 56 էջից 618 էջ, բացակայում է։ Եվ ոչ ոք երբեք չպատասխաներ այն հարցին, ուր են այդ էջերը, ովքեր են վերցրել դրանք եւ ինչու։ Հովհաննիսյանը նստած էր իր տան պատուհանի մոտ, գիտակցելով, որ պատմությունը մարտի 1-ի մասին երբեք չի գրվի ամբողջությամբ, որովհետև ամենակարևոր էջերը արդեն այրվում են որևէ հատուկ վայրում, որտեղ կրակը վերածում է ճշմարտությունը մոխրի։ Փետրվարի 27-ի երեկոյան, երբ արևամուտից 3 ժամ անց քաղաքը արդեն ընկղմված էր խավարի մեջ, Վահան Հովհաննիսյանի հին ընկերը, անվտանգության համակարգից, հանկարծ հայտնվեց նրա տան դռան առաջ։ Նա չէր զանգահարել նախապես, նա չէր նախազգուշացրել։ Ընկերը պարզապես կանգնած էր դռան առաջ, մութ անձրևանոցով, եւ երբ Հովհաննիսյանը բացեց դուռը, տեսավ նրա դեմքին այնպիսի արտահայտություն, որը տեսել էր միայն մի անգամ, 11 տարի առաջ, երբ նրանք երկուսն էլ լսեցին, որ սկսվել է պատերազմ։ Վախ, սթրես եւ ինչ-որ բան ավելին։ Այն հայացքը, որը մարդը ունենում է, երբ նա գիտի մի բան սարսափելի, որը չի կարող ասել բարձրաձայն։ Հովհաննիսյանը մի խոսք չասաց։ Նա պարզապես կողք քաշվեց եւ ընկերը մտավ ներս։ Նրանք նստեցին խոհանոցում։ Արմինեն հասկացավ, նրանց պետք է մնալ միայնակ եւ հեռացավ։ Ընկերը մի քանի րոպե լռեց, նայելով սեղանին, ապա վերջապես խոսեց, ձայնը այնքան ցածր, որ Հովհաննիսյանը պետք է թեքվեր առաջ լսելու համար։ Վահան, ես եկել եմ ասելու ինչ-որ բան, որը չպետք է ասեի։ Եթե մեկը իմանա, որ ես այստեղ եմ, ես կորցնում եմ ամեն ինչ։ Բայց ես պետք է ասեմ, որովհետև հնարավոր է միակ ես եմ, ով կարող է քեզ պատմել։ Հովհաննիսյանը սպասեց։ Ընկերը շարունակեց. 3 օր առաջ, փետրվարի 24-ի երեկոյան, ժամը 11-ին, մի մարդ մտավ նախագահական պալատ, հետևի դռնից։ Այդ մարդն ուներ հատուկ թույլտվություն, մի կարմիր քարտ, որը տրվում է միայն 12 հոգու։ Այդ 12 հոգին կարող են մտնել պալատ ցանկացած ժամի, առանց գրանցման, առանց ապահովության ստուգման։ Նրանք անտեսանելի են համակարգի համար։ Հովհաննիսյանը զգաց, թե ինչպես սառը գետը սկսեց ներսից բարձրանալ։ Նա հարցրեց. Ո՞վ էր այդ մարդը։ Ընկերը պատասխանեց. Ես չեմ կարող ասել անունը, բայց ես կարող եմ ասել, թե ինչ տեղի ունեցավ հետո։ Այդ մարդը եւ Քոչարյանը նստեցին մի փակ սենյակում 45 րոպե։ Ոչ մի օգնական, ոչ մի խորհրդական, ոչ մի անվտանգության աշխատակից, միայն նրանք երկուսը։ Հովհաննիսյանը հարցրեց. Ինչով են նրանք խոսել։ Ընկերը շարժեց գլուխը։ Ոչ ոք չգիտի։ Սենյակը չուներ ունկնդրող սարքեր, որովհետև Քոչարյանը միշտ պահանջում էր այդ սենյակը լինի լիովին մաքուր, գաղտնի հանդիպումների համար։ Բայց մի պահակ, ով կանգնած էր դռան մոտ 30 մետր հեռավորության վրա, լսեց բարձրացած ձայներ։ Նա չլսեց բառերը, բայց ձայնի տոնը հստակ էր։ Դա վեճ էր։ Հովհաննիսյանը փորձեց մտածել, ով կարող է լինել այն 12-ից մեկը, ով ունի կարմիր քարտ։ Այդ քարտերը դրվում էին միայն այն մարդկանց, ում Քոչարյանը լիովին վստահում էր։ Մի քանի նախարարներ, մի քանի բիզնեսմեններ, ովքեր ֆինանսավորում էին համակարգը, եւ մի քանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բայց ընկերը չէր ասում անունը, եւ Հովհաննիսյանը գիտեր, չպետք է հարցնի, որովհետև հենց անունը ասելը կարող էր վտանգել ընկերոջ կյանքը։ Ընկերը շարունակեց. Երբ այդ մարդը դուրս եկավ, պահակը տեսավ նրա դեմքը։ Այն նման էր մարդու, ով կորցրել է ճակատամարտը։ Նա գնաց դեպի իր մեքենան եւ մինչեւ մեքենան հասնելը 2 անգամ կանգնեց, բռնելով իր գլուխը։ Ինչպես թե նրան ինչ-որ մեկը խփել էր եւ նա փորձում էր հավասարակշռություն պահել։ Հովհաննիսյանը հարցրեց.
Ինչու ես ինձ պատմում այս ամենը։ Ընկերը նայեց նրան այն նայվածքով, որը Հովանեսյանը երբեք չի մոռանա, եւ ասաց. որովհետեւ 3 օր անց, փետրվարի 27-ին, մենք ստացանք հրաման պատրաստվել հատուկ գործողության։ Հրամանը չի ասում երբ եւ ուր, բայց այն ասում է. մենք պետք է լինենք պատրաստ կիրառել զանգվածային ցրում մինչեւ մարտի 3-ը։ Հովանեսյանը զգաց, թե ինչպես նրա սիրտը սկսեց խփել ավելի արագ։ Նա հարցրեց. արդյոք այդ գաղտնի այցելուն եւ այդ հրամանի միջև կապ կա։ Ընկերը պատասխանեց. ես չգիտեմ, բայց ես գիտեմ, երբ համակարգը պատրաստվում է հարձակվել, նա նախ խորհրդակցում է այն մարդկանց հետ, ովքեր ունեն իրական ուժ, եւ այդ ուժը երբեք չէ նախագահի կամ վարչապետի ձեռքում։ Այն ուժը այն մարդկանց ձեռքում է, ովքեր վերահսկում են գումարը, զենքը եւ անվտանգության ուժերը։ Հովանեսյանը հիշեց մի զրույց, որը տեղի ունեցավ 3 տարի առաջ, 1205 թվականին։ Այդ ժամանակ մի ավագ պաշտոնյա, խմելով ալկոհոլ, մի առանձին ընթրիքի ժամանակ ասել էր. մենք միշտ մտածում ենք, որ նախագահներն են կառավարում երկիրը, բայց իրականում երկիրը կառավարում են 6-7 մարդիկ, ում անունները երբեք չեն հնչում լրատվամիջոցներում։ Նրանք են, ովքեր ունեն գումարը, եւ գումարը գնում է ամեն ինչ՝ ձայներ, հավատարմություն, լռություն։ Հովանեսյանը այդ ժամանակ կարծել էր, այդ մարդը պարզապես խմած է եւ չափազանցնում, բայց հիմա, լսելով ընկերոջ պատմությունը, նա հասկացավ, այդ պաշտոնյան ասում էր ճշմարտությունը։ Եվ այդ 6-7 մարդկանցից մեկը փետրվարի 24-ին մտել էր նախագահական պալատ եւ խոսել Քոչարյանի հետ 45 րոպե, եւ այդ զրույցից հետո գործողության պլանը սկսել էր շարժվել։ Ընկերը վեր կացավ պատրաստվելով հեռանալ, բայց նախքան դուռը բացելը, նա դարձավ եւ ասաց Հովանեսյանին. Վահան, ես չգիտեմ արդյոք դու կարող ես անել ինչ-որ բան այս տեղեկատվությամբ։ Հավանաբար ոչ, բայց գոնե հիմա դու գիտես, որ այն, ինչը պատրաստվում է տեղի ունենալ, պլանավորվել է ոչ թե վերջին րոպեին, այլ շատ ավելի վաղ։ Եվ այդ պլանը եկել է ոչ թե Քոչարյանից, այլ ինչ-որ մեկից, ով կանգնած է նրանից ավելի բարձր, ոչ պաշտոնապես, բայց իրականում։ Ընկերը հեռացավ գիշերի մեջ, եւ Հովանեսյանը մնաց մենակ խոհանոցում, փորձելով մտածել, թե ինչ է այս ամենը նշանակում։ Արդյոք այդ գաղտնի այցելուն եղել է մի փորձ կանգնեցնել գալիք բախումը, թե հենց հակառակը։ Նա եղել է մի մարդ, ով տվել է վերջնական հրաման, ճնշել բողոքը ցանկացած գնով։ Հովանեսյանը երբեք չէր իմանա պատասխանը, բայց նա գիտեր մի բան. այն որոշումը, որը կայացվեց մարտի 1-ին, սկիզբ վերցրել էր շատ ավելի վաղ, եւ այն որոշումն ընդունվել էր ոչ թե նախագահական պալատի լուսավոր սենյակներում, այլ մի մութ սենյակում, 45 րոպեի գաղտնի զրույցի ընթացքում, որտեղ երկու մարդ որոշեցին հազարավոր մարդկանց ճակատագիրը։ Մարտի 1-ի առավոտը սկսվեց այնպես, ինչպես շատ առավոտներ էին սկսվում այդ ձմեռը, ցուրտ, մեգրուկ, եւ լույսը դեռ չէր ծագել։ Վահան Հովանեսյանը արթնացավ ժամը 5:30-ին, ոչ թե զարթուցչից, այլ անհանգստությունից, որը վերջին 7 գիշերն արդեն չէր թողնում իրեն քնել։ Նա գիտեր, այսօր ինչ-որ բան կտեղի ունենա, թեև ոչ ոք չէր ասել նրան հստակ երբ եւ ինչպես։ Նա վեր կացավ, հագնվեց եւ նստեց պատուհանի մոտ, սպասելով երբ արևը ծագի։ Ժամը 6-ին նա տեսավ փողոցում առաջին մարդկանց, ովքեր շարժվում էին դեպի Ազատության հրապարակ, որտեղ բողոքավորներ արդեն 10 օր էին պահում իրենց խաղաղ ցույցը։ Նա մտածեց. արդյոք այդմեծյոք այդ մարդիկը, ովքեր քայլում են այդ առավոտյան դեպի հրապարակ, գիտեն, որ նրանց սպասում է ինչ-որ բան սարսափելի։ Հավանաբար ոչ։ Նրանք ընդամենը գնում են շարունակելու իրենց բողոքը, հավատալով, որ խաղաղ բողոքը կարող է փոխել ինչ-որ բան։ Ժամը 6:40-ին Հովանեսյանի հեռախոսը զնգաց։ Դա Տեր-Պետրոսյանի օգնականն էր, եւ նրա ձայնը դողում էր. Վահան, նրանք մտել են հրապարակ։ Ոստիկանությունը շրջապատել է բողոքավորներին եւ մենք չգիտենք ինչ է լինելու։ Հովանեսյանը հարցրեց. Քանի հոգի են հրապարակում։ Օգնականը պատասխանեց. մոտ 2000, շատերը քնած էին իրենց պալատկաներում, երբ ոստիկանները եկան։ Առաջին ժամերը անցան լարվածության մեջ։ Հովանեսյանը փորձեց մոտենալ հրապարակին, բայց փողոցները արդեն փակ էին, եւ նա կարողացավ հասնել միայն մինչև մի կետ, 500 մետր հեռավորության վրա։ Այնտեղից նա լսում էր աղմուկը, մարդկանց ձայները, ոստիկանների հրամանները, ապա լռություն։ Սարսափելի լռություն, որը տևեց մոտ 15 րոպե։ Ժամը 7-ին նա լսեց. ցրումը սկսվել է։ Նորից աղմուկ, ավելի ուժեղ, ավելի խառնաշփոթ։ Հովանեսյանը գիտեր, ցրումը սկսվել է, եւ նա ոչինչ չկարող էր անել կանգնեցնելու համար։ Նա զանգահարեց իր հին ընկերոջը անվտանգության համակարգից, բայց հեռախոսը չպատասխանեց։ Նա զանգահարեց 2 այլ կոնտակտների, ում հետ ունեցել էր կապ տարիներ շարունակ,
բայց երկուսն էլ անջատած էին հեռախոսները։ Հովանիսյանը լսեց, որ հրապարակը ցրված է, եւ բողոքավորները սկսել են հավաքվել Միասնիկյան արձանի մոտ։ Նա փորձեց հասնել այնտեղ, բայց ճանապարհները դեռ փակ էին։ Կեսօրին եւ մինչեւ երեկո իրավիճակը լարվում էր։ Հովանիսյանը վերադարձավ տուն եւ դիտեց հեռուստացույցը, որտեղ պաշտոնական լրատվամիջոցները պատմում էին, որ հանրային կարգը վերականգնվել է, բայց ոչինչ չէին ասում այն մասին, թե ինչպես էր այդ վերականգնումը տեղի ունեցել։ Ժամը 12-ին նա լսեց, որ Մաշտոցի պողոտայում հավաքվել են հազարավոր մարդիկ։ Ժամը 2-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բողոքավորները շանտաժ են անում եւ որ իշխանությունները չեն թույլատրի անկարգություններ։ Այդ բառերը «չենք թույլատրի անկարգություններ» Հովանիսյանին հիշեցրին այն, ինչ իր ընկերը ասել էր 2 օր առաջ. «Եթե նրանք չգնան, մարդիկ կմեռնեն»։ Երբ մութը սկսեց իջնել, Հովանիսյանը կրկին փորձեց հասնել Մաշտոցի պողոտային։ Այս անգամ նա կարողացավ մոտենալ ավելի մոտ։ Նա տեսավ հազարավոր մարդկանց, որոշները խաղաղ կանգնած, ուրիշները բարձրաձայնում, ոմանք փորձում էին պահպանել կարգը, իսկ ուրիշներն արդեն կորցրել էին համբերությունը։ Հովանիսյանը փորձեց գտնել Տեր-Պետրոսյանին կամ նրա օգնականներին, բայց ամբոխում գտնել ինչ-որ մեկին անհնար էր։ Ժամը 8-ին Հովանիսյանը տեսավ, թե ինչպես հատուկ ուժերը սկսեցին շարժվել դեպի Մաշտոցի պողոտան, զինված, պատրաստ։ Նա հասկացավ, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, եւ նա կրկին զանգահարեց մի անձի, ում հետ երբեք չէր խոսել բարձրաձայն, բայց այդ անգամ էլ ոչ ոք չպատասխանեց։ Ժամը 9 կամ 10 Հովանիսյանը լսեց առաջին կրակոցները։ Սկզբում նա չհավատաց, որ դա իրական կրակոցներն են, որովհետև նա չէր կարող պատկերացնել, որ իշխանությունները կհամարձակվեն կրակել սեփական քաղաքացիների վրա։ Բայց հետո կրակոցները շարունակվեցին, եւ Հովանիսյանը հասկացավ. այն, ինչից նա վախենում էր, վերջին 2 շաբաթվա ընթացքում իրականանում է։ Նա փորձեց մոտենալ ավելի մոտ, բայց ոստիկանությունը արդեն փակել էր ամբողջ տարածքը եւ նրան հետ շպրտեցին։ Նա վերադարձավ տուն, ապրելով ամենասարսափելի երեկոն իր կյանքում, լսելով հեռախոսով հաղորդումները, որ մարդիկ վիրավորվում են, որ մարդիկ մեռնում են, վերնում են, որ քաղաքը վերածվել է ճակատամարտի դաշտի։ Ժամը 11-ին կամ 12-ին նա լսեց, որ Քոչարյանը հայտարարել է արտակարգ դրություն եւ որ նախագահը մեղադրում է բողոքավորներին թալանի, հրդեհների եւ բռնության մեջ։ Հովանիսյանը նստած էր իր տան մութ սենյակում եւ գիտեր, այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կփոխի Հայաստանը ընդմիշտ, եւ որ ոչ ոք երբեք չի ներել այն մարդկանց, ովքեր կայացրին այդ որոշումները։ Բայց նաեւ նա գիտեր, այն մարդիկը, ովքեր կայացրին այդ որոշումները, երբեք չեն պատասխանի, որովհետև համակարգը պաշտպանում է իր սեփականներին, եւ երբ համակարգը պաշտպանում է, ապա ոչ մի ապացույց, ոչ մի վկայություն, ոչ մի բողոք չի կարող հասնել մինչև դատարան, մինչև արդարություն, մինչև ճշմարտություն։ Հովանիսյանը նստեց մինչև լուսաբաց, լսելով շվարի ձայները, ամբուլանսների սայլակները եւ գիտենալով, որ այսօր նա տեսավ իր երկրի ամենամութ օրերից մեկը։ Մարտի 2-ին, երբ արտակարգ դրությունը արդեն ուժի մեջ էր մտել եւ քաղաքը սառել էր վախի մեջ, Վահան Հովանիսյանը ստացավ զանգ հին ծանոթից, լրագրողից, ով աշխատում էր անկախ գործակալությունում։ Լրագրողի ձայնը շշնջում էր. «Վահան, ես հենց նոր փորձեցի մտնել ոստիկանության արխիվ, վերցնելու երեկվա իրադարձությունների արձանագրությունները։ Նրանք ասացին, արձանագրությունները դեռ չեն պատրաստ, բայց ես տեսա 2 աշխատակիցների, ովքեր դուրս էին տանում տուփեր, լի թղթերով։ Երբ հարցրի ինչ են դրանք, նրանք ասացին հին փաստաթղթեր, որոնք տեղափոխվում են պահեստ։ Հովանիսյանը պատասխանեց. «Արդյոք դա սովորական ընթացակարգ է»։ Լրագրողը ասաց. «Ոչ, ես երբեք չեմ տեսել, որ արձանագրությունները տեղափոխվեն այդքան արագ։ Սովորաբար դրանք պահվում են տեղում առնվազն 6 ամիս»։ Հովանիսյանը հասկացավ, այն ինչի մասին զգուշացրել էր ընկերը, սկսվել է։ Համակարգը սկսել էր ջնջել թե հետքերը։ Հովանիսյանը որոշեց գործել։ Նա զանգահարեց մի ծանոթի, ով աշխատում էր ազգային ժողովի արխիվում, եւ հարցրեց. «Արդյոք դուք ստացել եք հրահանգներ մարտի իր առաջի իրադարձությունների փաստաթղթերի մասին»։ Ծանոթը լռեց, ապա ասաց. «Վահան, ես չեմ կարող խարող խոսել հեռախոսով, բայց ես կարող եմ ասել մի բան. երբ համակարգը ուզում է, որ ինչ-որ բան անհետանա, այն անհետանում է»։ Հովանիսյանը հասկացավ, նրա ծանոթը նույնպես տեսել է ինչ-որ բան, բայց վախենում է խոսել։ Նա փորձեց զանգահարել 2 այլ կապերի, մեկը պաշտպանության նախարարությունից, մյուսը ազգային անվտանգության ծառայությունից, բայց երկուսն էլ հրաժարվեցին խոսել։ Մեկն ասաց. «Ներողություն, Վահան, բայց ես այլևս չեմ կարող քեզ օգնել»։ Մյուսը պարզապես անջատեց հեռախոսը։ Հովանիսյանը նստեց եւ մտածեց,
Եթե բոլոր այդ մարդիկը, ում հետ նա տարիներ շարունակ աշխատել է, այժմ վախենում են խոսել, ապա նշանակում է համակարգը գործում է ամբողջ ուժով, եւ ամեն ոք, ով փորձի դիմադրել, կկորցնի ամեն ինչ։ Բայց Հովհաննիսյանը չէր պատրաստվում հանձնվել։ Նա գիտեր մի կապ, վերջին կապը, որը կարող էր օգնել նրան հասկանալ, ինչ է տեղի ունենում փաստաթղթերի հետ։ Այդ կապը բժիշկ էր, ով աշխատում էր հիվանդանոցում, որտեղ բերվել էին մարտի առաջի վիրավորները եւ զոհերը։ Հովհաննիսյանը զանգահարեց նրան կեսօրից հետո, եւ բժիշկը համաձայնվեց հանդիպել հիվանդանոցից 500 մետր հեռավորության վրա, մի փոքրիկ սրճարանում, որտեղ ոչ ոք նրանց չէր ճանաչի։ Երբ Հովհաննիսյանը հասավ, բժիշկը արդեն նստած էր անկյունում, սուրճի բաժակով, որը նա չէր դիպչում։ Նրա դեմքը գունատ էր, եւ երբ Հովհաննիսյանը նստեց նրա դիմացը, բժիշկը սկսեց խոսել, առանց ողջույնի, առանց նախաբանի։ Վահան, ես քեզ ասում եմ միայն մեկ անգամ, եւ հետո մենք երբեք չենք խոսելու այս մասին։ Երեկ, մարտի առաջին, մենք ընդունեցինք 87 վիրավոր եւ 12 մահացած։ Բայց այսօր առավոտյան, երբ ես եկա աշխատանքի, ինձ ասացին, պաշտոնական թիվը 55 վիրավոր եւ 8 մահացած։ Հովհաննիսյանը չկարողացավ թաքցնել իր զարմանքը։ Ինչպես է դա հնարավոր։ Արդյոք դուք սխալվել եք։ Բժիշկը շարժեց գլուխը։ Ես չեմ սխալվել։ Ես անձամբ տեսա այդ մարդկանց, բայց այսօր առավոտյան, երբ փորձեցի գտնել նրանց բժշկական քարտերը, քարտերի մի մասը բացակայում էր։ Երբ հարցրի ուր են քարտերը, ինձ ասացին տեղափոխվել են հատուկ արխիվ։ Ես 18 տարի եմ այստեղ աշխատում, եւ ես երբեք չեմ լսել հատուկ արխիվ բառերը։